Վանաձայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, Վանաձայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայոց ցեղասպանության 110-ամյակին առիթով ուրբաթ 18 ապրիլին Հոհիտա Լիբանանի պատանեկան միություններու ներկայացուցիչներ ընկերակցությամբ ընդհանուր վարիչ մարմինին այցելեցին Լիբանանի մեջ Հայաստանի դեսպանատուն, ուր հանդիպում ունեցան Լիբանանի մեջ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ։ Իր խոսքի սկզբնավորության դեսպան Վահագն Աթաբեկյանը ասավ, որ դեսպանատունը յուրաքանչյուր հայի դունն է, որուն դռները միշտ բաց են հավաքապար քննելու հայություն հուզող հարցեր։ Աննշեց, որ երբեք եւ որևէ ժամանակ հայոց ցեղասպանության իրողությունը կարելի չէ գասկածի առարկա դարձնել, եւ հայ ժողովրդի պատմության այս ողբերգության ուրացումը քրեականորեն հետապնդելի է։ Աթաբեկյան շեշտեց, որ նորահաս սերունդը պետք է վերապատրաստվի լավագույն գրթությամբ, դաստիարակությամբ եւ գիտությամբ, որովհետեւ կարենա հաղթահարել հայ ժողովրդի նոր մարտահրավերները եւ վերածվի այն ուժին, որ կարողություն ունենա սադար կանգնելու մեր պետության եւ վերականգնելու մեր ժողովրդի գործները։ Ապա դաշնակցական պատանիները ունեցան դեսպանին հետ մտերմիկ եւ հարազատ զրույցը, որուն ընթացքին դեսպան Աթաբեկյան պատանիներուն հարցումներուն պատասխանեց համապատասխան դերեկություններ եւ լուսաբանություններ փոխանցելով։ Ավարտին դեսպան Աթաբեկյան հայտնեց, որ այս հանդիպումը ունի յուրահատուկ կարեւորություն, որովհետեւ Հայաստանի պետականության ամրապնդումը եւ հայ ժողովրդի հիմնախնդիրներուն հետապնդումը գարիք ունի յուրաքանչյուր հայու զորակցության եւ մասնակցության։ Հոհիտա բյուրոյի հայ տադի կեսոնական գրասենյակը կդեղեկացնե թե հայ տադի Ամերիկայի հանձնախումբը ողջունած է Կալիֆոռնիա հարավային շրջանի դաշնակցային թատրոնի որոշումը մերժելու Այնուր Բաղիզադեի ներկայացուցած տադական հայցը։ Իր շեշտված հագահայ գեցվածքով եւ ադելության խոսքի տարածումով ցանոթ ազերբայջանցի այս փաստաբանը հայ տադի Ամերիկայի հանձնախումբին եւ համայնքային այլ կառույցներու հանդեպ մեղադրական անհիմն հայցեր ներկայացուցած էր այլ հայցերու գարկին շուրջ 7.5 միլիոն դոլարի հատուցում պահանջելով։ Ներկայացված բոլոր հայցերը եւ միջնորդությունները մերժված են թատրոնին կողմէ։ Ազերբայջանական այս գործելակերպը ամբողջովին կդեղադրվի հատկապես Ամերիկայի եւ Եվրոպայի հայ տադի գրասենյակներուն գործողությունները խոչընդոտող ազերբայջանական պետական քաղաքականության զիրի մեջ եւ անոր մաս կկազմեն պատվիրված եւ փաստազուրկ թատական հայցերը հայ տադի հանձնախումբերու բարի համբավը ցանազան միջոցներով առադավորելու փորձերը, հայ տադի գործիչներու թիրախավորումը եւ այլն, գնշե Հոհիտա բյուրոյի հայ տադի գեսոնական գրասենյակին հրաբարակած հաղորդակցությունը։ Ապրիլ ամիսը, որուն ընթացքին կնշվի հայոց ցեղասպանության 110-ամյակը, փեղուն է հայ տադի հանձնախումբերուն համար, որոնք Միացյալ Նահանգներու զանազան շրջաններու մեջ հանդիպումներ կունենան ղեկավարներու հետ արձարծելու համար Արցախի հիմնահարցը եւ Բաքուի մեջ փանդարգված հայորդներու ազատ արձակումը։ Այս իրի մեջ Միացյալ Նահանգներու հայ տադի հանձնախումբի նախագահ Ջորջ Աղջայան անցող շաբաթավերջին այցելեց ներկայացուցիչ Ջիմ Մքգավերնի դեմոկրատ Մասաչուսեթս եւ շնորհակալություն հայտնեց, որ այս գծով հետեւողականորեն եւ ամենահզախնդրությամբ աշխատանք կդարվի։ Միացյալ Նահանգներու արևելյան եւ արևմտյան շրջաններու մեջ հանդիպումներ կազմակերպվեցան նաեւ այլ ղեկավարներու հետ։ Այս գծով երկու շրջաններու հայ տադի հանձնախումբի նախագահները ստապով աշխատանքը պիտի շարունակեն ապահովելու համար Բաքուի մեջ փանդարգվածներու ազատ արձակումը եւ Արցախի հայության դուն վերադարձը։ Հայոց ցեղասպանության թանգարան հիմնարկի հիմնադրամի տնօրեն Էդիթ Ագզոյան
Մամլո ասուլիսիմը ընթացքին հայտնեց, թե հայոց ցեղասպանության 110-ամյակի առիթով թանկարան հիմնարկը նախաձեռնած է շարք մցերնարկներ, գիտացուցադրական, գիտական, մշակութային եւ այլն։ Գզոյան մասնավորապես նշեց, որ 23 ապրիլին հայոց ցեղասպանության թանկարան հիմնարկի մեջ բիդի բացվի ժամանակավոր ցուցադրությունը փաստագրելով հանցագործությունը հայոց ցեղասպանության ականադես վավերագրողները խորակիրով։ Իր զավալով խորությամբ եւ բնույթով ցուցադրությունը եզակի պիտի լա, որովհետեւ նվիրված է 110-ամյակին, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ ցուցադրվելիք նյութը պետք է դարբերի մնացյալ ցուցադրություններն։ Պիտի անդրադառնանք բոլոր այն մարդոց, դիվանագետներ, միսիոնարներ, լրագրողներ եւ այլն, որոնք Օսմանյան գայսրության մեջ էին հայոց ցեղասպանության տարիներուն եւ որևէ ցեվով լրագրողական հետաքննություններու, դեսանյութերու եւ լուսանկարներու միջոցով կփաստագրեին հանցագործությունը։ Էդիթա Գզոյան ավելցուց. հանցագործություն բառը հատուկ երբով գշեշտենք ցույց տալու համար, թե այն ինչ որ դեղի ունեցավ հայերուն հանդեպ 1915-ին 1923 հագարակ որ այդ բառը դակավին գոյություն չուներ, սակայն վավերագրողներու նյութերը անոնց հստակ պարամետր կցույց կտան, որ բոլորը գխոսին ամբողջ ասկիմը բնաճնճումին մասին, հայկական հարցի վերջնական լուծման մասին, ինչ որ կարևոր է ցեղասպանության հանցագործությունը հասկանալու համար։ Հայոց ցեղասպանության թանկարան հիմնարկի դոնորին համաձայն, բացի 26 երկրներու դիվանագետներեն, լրագրողներեն եւ այլն հատուկ անդրադարձ ունին նաեւ Օսմանյան գայսրության, որովհետեւ գայսրության մեջ եւս գային մարդիկ, որոնք գվավերագրեին հայոց ցեղասպանությունը։ Գզոյան նշեց, որ այդ դիվանագետները եւս անդրադարձած են բոլսո դատավարություններուն։ Այդ վիսով ցույց կտանք, որ Օսմանյան կառավարությունը առաջին պետությունն էր, որ իրավական դատական գործընթացներու միջոցով ջանչացած է հայոց ցեղասպանությունը։ Խոսած ենք այն հանձնաժողովներու մասին, որոնք ստեղծված են հավաքագրելու ամբողջ նյութը, որ հիմք հանդիսացավ այդ դատական գործընթացին համար, նաև դրկական մամուլեն ցույց պիտի տանք տեղեկություններ, որոնցով կփաստագրվին հայոց ցեղասպանությունը եզրակացուց Էդիթա Գզոյան։ Գիբրոսի հույն ուղղափառ եկեղեցու arczepiskopos Georgios Սուրբ Զատկվան դոնին արիթով հղեց ուղերձը, որում մեջ անդրադարձավ Թուրքիո եւ Գիբրոսի մեջ բնակող թուրքերուն։ Georgios arczepiskopos նշեց. Այս տարի եւս Գիբրոսի հույները լիարժեք կերպով չեն զգար Զատկվան դոնին ուրախությունը։ Թուրք բռնապետը արդեն 51 տարի է խաչելության ենթարկած է մեր հայրենիքը, սակայն պիտի կա մեր ազատագրության օրը։ Arczepiskopos-ը գոչ ուղեց պայքարիլ թուրքերը Գիբրոսեն վտարելու եւ հայրենիքը բրգելու համար։ Իր ուղերձի մեջ Georgios arczepiskopos Հունաստանի եւ ամբողջ աշխարհի հույներուն թիմելով ասավ. Անհրաժեշտ է մնացյալ չանկեր կործացել թուրք բռնադերները վտարելու եւ հայրենիքը ազատագրելու համար։ Թուրքիո ռազմազովային ուժերու հրամանատար Զովագալ Էրկումենց Տաթլիօղլու 3 Պաշտոնական այցելությամբ ժամանեց Ադրբեջան։ Այցելության զիրի մեջ անհանդիպում ունեցավ Բաքուի մեջ Թուրքիո տեսփան Բիրոլ Ակգյունի հետ։ Նախաբես Թուրքիո ռազմազովային ուժերու հրամանատարի գլխավորած պատվիրակությունը ընդունած էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Զույգ հանդիպումներու մասին այլ մանրամասնություններ հրապարակված չեն։ Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Թուրքիո եւ Ադրբեջանի միջև բնական գազի մարզի մեջ համագործակցության համաձայնագիր ստորագրեց։ Աղբյուրին համաձայն համաձայնագիրը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանեն եւ երկրորդ երկիրներեն երկու երկիրներու տարածքներ բնական գազի առուձախի, մատակարարման, փոխանակման եւ անցումի հարցերուն մեջ։ Էրդողան այս համաձայնագիրին զուգահեռ հաստատեց Բոսնիա եւ Հերցեգովինայի մեջ 16 մարտ 2021-ին Անկարայի մեջ ստորագրված ենթակառույցներու եւ շինարարական ծրագրերու համագործակցության համաձայնագիրը։ Աղբյուրը նաեւ նշեց, որ Ադրբեջան 2.6 տրիլիոն խորանարդ մետր գազի ապացուցված վաշարներ ունի նոր հանքավայրերու Աբշերոնի, Ումիդի, Բաբեկի, Ասիմանի եւ Արցախի մեջ զանոնք հետագային ավելցնելու հերանեկարով։ Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյան ընկերային ցանցերու մեջ քրարումով նշեց հետևյալը.
Արցախի շուրջ հագմարտությունը սկիզբ առած է ոչ թե հայ ազգի նախաձեռնությամբ իբրև անհերանագար վրեժխնդրական նկարդում, այլ խորհրդային համագարքի հիմերու լուծման անկառավարելի իրավիճակեն օգտվող ազերբայջանական իշխանություններու կազմակերպած բարբարոսություններուն արդյունքով։ Հանրակրվեի միջոցով Արցախի անկախության իրավական հիմերը դրված են ոչ թե այն բարբարոսություններն առաջ, այլ իբրև պատասխան անոնց։ Հայաստան ստիպված դիմաց է ազգային ազատագրական շարժումի դրամապանության։ Կարելի չէ մոռանալ, որ Սումգայիթյան անմարտկային ոճրագործությունը խորհրդային շրջվող հանգրվանի դասական առաջին ցեղասպանությունը տեղի ունեցավ 27-ին 29 փետրվար 1988-ին։ Պետք է դադարեցնել ընկերային ցանցերու վրա իբրև թե հակաարցախյան ադելության խոսքի պետք չեղող դարաձումը, անոնք միայն նախաբես մշակված եւ բեմականացված դրվագներ են եւ համարժեք երբով չեն արտացոլացներ ընդհանուր մթնոլորտը, որում մասին գվագայեն նաեւ գիտական հիմքով անաչար հարցադրումները։ Նույն ձևով բացչատ չէ դարածել մարդոց, ընդ որում բաշնադարներու երեխաներու մասին բռնության գոչերը։ Անոնք ոչինչ ունին մեր ազգային գերբարին հետ, անոնք օդարի խաղերն են գրեց Գևորգ Դանիելյան։ Իրանակետ Վարդան Ոսկանյան իր գարքին գրեց. Արցախի ամբողջ տարածքի եւ Հայաստանի որոշ տարածքներու Բաքուի բարբարոսական վարչախումբին գոմե բռնակրավումեն յետք մենք գործունեացած ենք Հայաստանի սրբազան հողին մոտ 13000 քառակուսի կիլոմետրը, Ոսկերնիկ հայոց լեզվի մոտ 13000 քառակուսի կիլոմետր, Արաքելական չանքով մեր երկիր հասած քրիստոնեության տարածքի մոտ 13000 քառակուսի կիլոմետր, որուն յուրաքանչյուր մետրը ողողված է հայկական քաղաքակրթական վիճիկով եւ այդ քաղաքակրթության պաշտպանության համար տապած արինով։ Այս ճշմարտությունը իբրև իրական հորչորչվող գաղափարախոսության մասին նշեց Վարդան Ոսկանյան։ Հարկելի ունգընտիներ, Վանացանի եթերով եւ դիմադեդի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Գրիգորը Ելցանի հաղորդավար Հակոբը։ Մնացեք միշտ Վանացանի ունգընտիր։